Գալիք ընտրությունները ճակատագրական ընտրություններ են լինելու։ Սա ամեն հնարավոր առիթին ես ասում եմ, որ գալիք ընտրությունները լինելու են ճակատագրական ընտրություններ։ Ընտրություններ այն մասին, թե մենք ունենալու ենք Հայաստան, ինքնիշխան Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան։ Ու եթե մի քանի տարի առաջ սա կարող էր թվալ sense բան ռոմանտիկ ինչ-որ անհավանական մի բան, այսօր մենք պրակտիկ առաջվում ենք այդ իրողությունների հետ։ Նախագահ Քոչարյանը սովորաբար այս միտքը ասում է, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը թղթով, փաստաթղթով դավաճան է թե չէ, բայց եթե ինքը լիներ այլ երկրի կողմից նշանակված մարդ, ով պետության դեմ դավաճանություն է իրականացնում, կաներ այն, ինչ հիմա է անում։ Եվ ամսի 7-ը դրա մասին է, մենք ուզում ենք ունենալ Հայաստանի Հանրապետության շահերով առաջնորդվող ղեկավար, թե Ալիևի դրածո։ Մեծ հաշվով սրա մասին է, որովհետև եթե միայն պարզ, այսպես նայենք իրողություններին, հայ ժողովրդի շահերը ներկայացնող մարդը կքանդեր եկեղեցին, հենց որ հիմա անում է գործող իշխանությունը։ Իհարկե ոչ։ Պատկերացրեք, եթե հիմա Նիկոլ Փաշինյան անուն ազգանվան փոխարեն լիներ օրինակ Նիկոլ Փաշաև, ինքը չէր անի այն ինչ որ հիմա անում է եկեղեցու նկատմամբ։ Միայն ու բացառապես Թուրքիայի շահերից է բխում, օրինակ Հայաստանի եւ Սփյուռքի միջև գոյություն ունեցող այս անջրպետը, որովհետեւ Հայաստանը Սփյուռքով մի բան է, առանց Սփյուռքի այլ բան է։ Եվ միայն Հայաստանի շահերից է բխում Սփյուռքի հետ համակարգված աշխատանքը, իսկ ինչ է անում գործող իշխանությունը, հնարավորինս հեռացնում է Հայաստանը Սփյուռքից։ Միայն ադրբեջանական դրածոն կարող է ասել, որ մեր անկախության հռչակագիրը, որը մեր ծննդյան վկայականն է, ոչ թե հպարտանալու առիթ է, այլ կոնֆլիկտածին ինչ-որ փաստաթուղթ, որից պետք է հրաժարվել։ Միայն Ալիևի դրածոյի պահանջով հնարավոր է գնալ սահմանադրության փոփոխության։ Այսինքն, եթե սենց պարզ նայում ենք, մենք ինչ ենք ուզում ունենալ, իսկապես հայ անուն ազգանուն կրող մարդ, որ հայկական պետական շահերով է առաջնորդում, թե այլ երկրների ու թշնամական մեր նկատմամբ տրամադրված երկրների պահանջներն է իրականացնում։ Այսօր ունենք պահանջ իրականացնող անձ եւ նրան պետք է փոխարինի մարդ, ով փորձառու է, ով առաջնորդվելու է բացառապես մեր պետական շահերով եւ մեր ազգը ի վերջո այս ոչ արժանապատիվ վիճակից դուրս կգա։ Եկեք ընդունենք, որ մեր արժանապատվությունը նսեմացված է։ Մենք շատ կորուստներ ենք ունեցել, բայց ոչ մեկ չի ասում, որ այդ կորուստների հետ պետքա շարունակաբար ապրել, ծնկած վիճակում լինել, պետքա վեր կանգնել։ Եվ այդ առումով իսկապես ճակատագրական պատահական չի։ Վստահ եմ, այս ամեն ինչը մեզ հետևելով լսել եք, գիտեք մեր մոտեցումները, բայց ձեզ բոլորին իսկապես շատ ուզում եմ խնդրել, այս ընտրությունները որևէ կերպ չդիտարկել, վստահ եմ, որ այդպես չեք դիտարկում, բայց չդիտարկել որպես հերթական ընտրություն, դիտարկել որպես մեր երեխեքի ապագայի համար իրականացվող գործընթաց, որովհետև ես էլ երիտասարդ եմ, բայց հիմա ինչ էլ որ անում եմ, ավելի շատ մտածում եմ իմ երեխու մասին, իրանք ինչ երկրում են մեծանալու, որովհետև եթե նույնիսկ միայն բարեկեցության մասին խոսք լինել, հանգիստ կարելի է գնել աշխարհի ցանկացած երկրում ու բարեկեցիկ ապրել, բայց խնդիրը մենակ բարեկեցության մեջ չի, ես հասկանում եմ, որ մեզ փորձում են դարձնել այդ սպառողական հասարակության ներկայացուցիչներ, բայց մենք այդ ժողովուրդը չենք, մենք ունենք արմատներ, որից չպետք է կտրվել, մենք ունենք պատմություն, ծանր պատմություն, դժվար պատմություն, բայց այդ մերն է, որի առաջ պետք է խոնարհումով լինել, որը պետք է հարգել, որը չպետք է ուրանալ որևէ պարագայում։ Ցեղասպանությունը մեր պատմության ծանր դրվագներից մեկն է, բայց չի կարելի ուրանալ, չի կարելի ամենօրյա փառատոններով ուղղակի մոռացության տալ սեփական պատմությունը, սեփական արժանապատվությունը։ Ու ինչ էլ անում ենք, այսօր Կարինե Փարիսովյան շատ ճիշտ բան ասիկ, որ մենք ամեն մեկս մի գործով իսկապես կարող ենք զբաղվել մինչևս ամեն ինչը։ Ես ուսուցիչ եմ եղել, Տիկին Խամոյանը լրագրող, Տիկին Վարդանյանը IT ոլորտի մասնագետ, բայց մենք հասկանում ենք, որ ճակատագրական փուլում հատկապես կանայք, թող ինձ ներեն հերթական անգամ տղամարդիկ, հատկապես կանայք իրենց նշանակալի ներդրումը պետք է ունենան մեր երկրի ապագայի մեջ։ Մենք երեխաներ ենք ունենում, իրենց դաստիարակում ենք, հայեցի դաստիարակություն իրենք պետք է ստանան, վստահ լինելով, որ իրենց արմատները միջևերջ պետք է պահվեն այս երկրում։ Այնպես որ կարևոր գործ ունենք անելու մինչև հունիսի 7-ի ընտրությունները։